Տարին սկսվեց գազից թունավորված ընտանիքի մահով։ Հունվարի 8-ին Մուսալեռում 4-ամսական երեխային ու ծնողներին հրշեջ փրկարարները բնակարանում խեղդված գտան։ Նախնական վարկածով նրանք թունավորվել էին շմոլ գազից։ Պատճառը ինքնագործունեությունն էր։ Մուսալեռում մի քանի օր առաջ թունավորվեցին, մահացան, որը ինքնական վառան էին տեղադրի առանց ծխատար համակարգը մոնտաժելու։ Տարեսկզբից ԱԻՆ-ն արձանագրել է գազից թունավորվելու 10 դեպք, 4-ը մահվան ելքով։ Վերջին 4 տարիներին շմոլ գազից թունավորման ամենաշատ դեպքերը գրանցվել են 2016-ին։ 2015-ի համեմատ անցած տարի զոհերի թիվը գրեթե կրկնապատկվել է։ Էլեկտրական սնուցումից անջատված անվտանգության համակարգերն են, լաթով փակված օդատար ուղիներն են, առանց ծխատարի միացման տարբերակներն են։ Անվտանգության ազդանշանային համակարգերը սովորաբար անջատում են էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնելու համար։ AEG ընկերության տնօրենը վստահեցնում է, որ այդ համակարգերի ծախսն օրական ընդամենը 25 դրամ է։ Կապույտ վառելիքի անվտանգության համար պատասխանատուները պնդում են, որ անում են հնարավորը դժբախտ դեպքերը կանխելու համար։ Տարին 2 անգամ AEG Service ընկերության աշխատակիցները այցելում են բաժանորդների բնակարան, կատարում տեխնիկական սպասարկում։ Այդ այցերը, հայտերը, կանչերը բաժանորդների կողմից միանգամայն անվճար է կատարվում։ Բնական գազի, փայտի ու այլ վառելիքի թերայրումից առաջացած շմոլ գազի թունավորումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ օդափոխել ջեռուցվող տարածքը եւ ինքնագործունեությամբ չզբաղվել։ Մարիաննա Դանիելյան, Ալբերտ Գալստյան, Ժամը լրատվական։